կա իմ երեխաների գնոջը սիրելի իմ ժողովրդի պաշտելի իմ հայրենիքի կյանքը վկա մենք չենք ապրելու եթե 5 տարի անց արտակաղթը չդառնա վերադարձ եթե ճշմարտությունը չդառնա հարստություն եթե անգործությունը չվերածվի գործի եւ եթե կեղծ երթումը որ հիմա կատարում են այդ կեղծ դալիճում չդառնա ներողություն, խոստովանություն, վեհապար, Մարուն Սարգսյան, ժամը 6-ին եկեք այստեղ եւ ժողովրդի առաջ ասեք ներողություն, ասեք ներողություն։ Ես մի անգամ ասացի իմ ոչ վարժ ռուսերենով թող Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձների բայց մեր ժողովուրդը բերելու է հայ-ռուսական հարաբերությունների հայ-ամերիկյան, հայ-եվրոպական, հայ-չինական հարաբերությունների աստեղային ժամը մենք իրենց հարկում են, բայց իրենք մեզ պիտի հարկեն ոչ թե գեղձ երթունակալություններով գնալով, այլ այստեղ գալով Պարոն Պուտին, նախագահ Պուտին, Օբամա, եկեք հայ ժողովրդին ասեք, շնորհավոր ձեր հաղթանակը, եկեք Ես ասել եմ հայրենագիստեր Զատնի չկա Գեղձ հանրապետականներ Գեղձ մժդեականներ Ուր որ եք հիմա գեղձիկի մեջ եք Դուք իմ ռուսերենը մի հեքնեք ոչ էլ անգլերենս Բայց հայրենիքը չունի զատնի Դուք ունեք զատնի և գնում եք այդ զատնիով Իսկ հայրենիքը միայն ունի ավարտա, իրավունք, սահմանադրություն և հաղթանակ Հայաստանի Համակարգացիներ, հասկացեք Մենք գտնվում ենք այսօր մեր բակության մեր ապակայի գերման ամենակարևոր խաչմերուկում և դա միայնակ չեմ անելու Դուք հետո ինձ սրիկա անեք դավաճան կհասեք բայց պատասխանատուն մենք ենք միասին այնպես որ Ռաֆին գամնում է ասում է զատնի չկա ժողովուրդ պետք է ասի, միասին ասեն, ոչ մի զատնի, ոչ մի Մեր ժողովորդի, մեր հայրենիքի աբական, սիրելի հայրենագիցներ, մեր ձերքում են, մենք հաղթահարել ենք գայսրություններ, բաժանումներ, ցեղասպանություններ, հայրենազրկումներ, գեղձ հայրենասերներ, բուրց ձեզով գեղձ հայրենաբաշներ, ով ռիսկ են անում Ռիչարդ Հովհաննիսյանի մասին խոսել։ Մենք ամեն ինչ հաղթահարել են, բայց մեր ժողովուրդը մեկ է և միասնական, և չկասկածեք, որ վաղը արևոտ, ապրիլի 10-ին այդ արշալույսը բացվելու է։ Մեր արշալույսի համար։ Հայաստան։ Այսօր շատ արտասովոր, աննախադեպ, ինձ համար էլ, չգիտեմ, արտասա ասարաֆի ինչ եմ ասելու մեր ժողովրդին, որտեղ ժողովուրդը ինքն է խոսել, հասկացեք, դուք չսպասեք, որ լավի կա ձեզ ինչ-որ պատկամ դա, դուք եք խոսել, դուք եք խոսել, ես խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր հաղթանակի համար, հայ ժողովրդի հաղթանակի համար Հիմա նոր Հայաստանի հռչակումը պատրաստ ենք մտածում ենք
Վեհապարը դեղ է, և մաններ։ Վեսին կարող է կալ ներողություն կնցվի, Սարգսյանն հետ։ Ես բաշտում եմ դեր Գրիգորին։ Դեր Գրիգորը 1000 վեհապար արժի։ Համբուրում եմ դեր աշի դեր Գրիգոր։ Համարեք որ մեր մեծերը այստեղ արդեն արցան դարձած ձեր և իմ հայրերը, բաբերը, ամեն մեկը հերոս, ամեն մեկը անվանական քաղաքացի։ Կարող է ասել Ռաֆայել Ղազարյան 10 տարի առաջ կամ Երվանդ Մանարյան, Լեոնիդ, Մոնթե, Սպարաբետ, Թաթուն, Հրաչ, Նորայ, անգամ Աշոտ Նավասարքյան, այո, Աշոտ Նավասարքյան հանրապետականի հիմնադիրն է, ում հիշադակը, ում ավանդը գեղձեցին, Աշոտ Նավասարքյանի համար Աշոտ Նավասարքյանի Իսկապորի, Ռոստոմի, Զավարյանի, Ընչակյանների, Ռանգարվեն ողջ ազգի եկել է մեր ազգի միասնության տոնը, պատրաստ ենք այդ տոնին։ Սա իմ կյանքի վերջի երդումն է, թող լինի ձեր առաջինը, մեր միասնականը, ասենք այս դողերը միասին, բոլոր նրանց համար, մեր բաբերի ովքեր չտեսան Հայաստանի Հանրապետություն, արտասվեցին, զոհվեցին, չտեսան, և մեր երեխաների և թորների համար ովքեր պիտի տեսնեն ազատ, արդար, անկախ, երջանիկ, ամբողջական Հայաստանը։ Կներեք, որ ես եմ ասելու։ Ես մի դողն ասեմ, դուք միացեք ինձ եթե ցանկացան։ Այստեղ չկա աստվածամոր ավետարան, այստեղ չկա գեղձիկ, այստեղ չկա սուտ, այստեղ չկա 30 արձատ, այստեղ չկա գեղձ քարոզներ խորանից, ոչ էլ գեղձ ելույթներ նախագահականից, գա հայ ժողովուրդը։ Ողում է սամանադրություն բարձր բարեք ձեզ դամակցանը, բարեք, նաև ինձ համար բարեք, բարձր բարեք։ Աստվածաշունչը մեր սրտում, բայց ոչ երբեք գեղձիկով, և ոչ երբեք ցուցադրականությամբ, և ոչ երբեք Աստծուն ծաղրելով, հանուն հավատքի և հանրապետության։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիս այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ։ Հայտարարում եմ, որ չեմ ճանաչում գեղձ ղեկավարներին։ Չեմ հնազանդվելու սուտ օրենքներին։ Չեմ ենթարկվելու անիրավ հրամանների։ Ես լիազորված եմ իրավունքով։ Պաշտպանված եմ սահմանադրությամբ։ Եվ ես չեմ վախենում։ Եվ ես չեմ վաճառվում։
Եվ ես չեմ նահանջում։ Մենք Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս երգվում ենք մեր բաբերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք։ Պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք։ Մենք նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս Սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այդ